Հայաստանում կանայք 6 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում երեխայի խնամքի վրա, քան տղամարդիկ։ Կինն իր ժամանակի մոտ 22%-ը հատկացնում է անվճար տնային գործերին, տղամարդկանց 60%-ի համեմատ կանանց 33%-ն է միայն կատարում վճարվող աշխատանք։ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության եւ աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած հանրային քննարկմանը խոսել են Հայաստանում խնամքի աշխատանքի անհավասար բաշխման խնդիրներից եւ հնարավոր լուծումներից։ Ամբողջ աշխարհում կանայք 2 անգամ ավելի շատ են անվճար խնամք կատարում, քան տղամարդիկ։ Սա սահմանափակում է կանանց ներգրավվածությունը կրթության ոլորտում, վճարովի աշխատաշուկայում եւ հանրային կյանքում։ Խնամքի ծառայությունների ընդլայնումը կարող է ստեղծել մոտ 300 միլիոն աշխատատեղ մինչեւ 2030 թվականը։ Իսկ եթե գնահատվի կանանց անվճար աշխատանքը, որոշ երկրներում այն կարող է կազմել ՀՆԱ-ի մինչեւ 40%-ը։ Քննարկման նպատակն է բարձրացնել խնամքի աշխատանքի կարևորության գիտակցումը որպես տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության եւ գենդերային հավասարության առանցքային գործոն։ Կառավարությունը հետևականորեն իրականացնում է գենդերային հավասարության եւ կանանց տնտեսական հզորացման քաղաքականություն, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք դեռ հաճախ սահմանափակված են իրենց ներուժը լիարժեք իրացնելու հարցում։ Նրանք մեծապես ներգրաված են չվճարվող աշխատանքների, երեխաների, ավագ սերնդի ներկայացուցիչների եւ ընտանիքի այլ անդամների խնամքի գործում։ Սա ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական խնդիր է, քանի որ այդ աշխատանքը երբեմն սահմանափակում է կանանց մասնակցությունը վճարովի աշխատաշուկայում։ Հայաստանում խնամքի աշխատանքի հետ կապված կարգավորումները գործադիրի օրակարգում են։ Հայաստանը ստանձնել է պարտավորություն զբաղվածության եւ գենդերային հավասարության ռազմավարություններում։ Կառավարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն խրախուսել կանանց տնտեսական հզորացմանը։ Քննարկումն իրականացվել է կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում ծրագրի 3-րդ փուլի շրջանակում։ Հովհաննես Քյոսեյան, լուրեր։